Ի սկզբանե, երբ ես խոսել եմ վեհարանը վեհի նախաձեռնության մասին, դրա առանցքային պատճառներից մեկը այն է, որ ըստ էության այսօր Հայաստանում հոգևոր կյանքով ապրելու տեղ կամ չկա, կամ շատ դժվար է գտնել մեզ հայտնի պատճառներով, որովհետև այդ թվում եւ այդ խնդրի արձարծման կարևորագույն պատճառներից մեկը դա էր, որ արձանագրումներ, որ մի կողմից մենք խոսում ենք արժեքահենք հանրություն ունենալու անհրաժեշտության մասին, ինչի հետ համաձայն ենք եւ դա աներկբա է, մյուս կողմից հարցը հետեւյալն է, երբ որ հանրության արժեքների էպիկենտրոնը աղտոտված է, ինչպես է հնարավոր, որ դա տեղի ունենա։ Այս իրադարձությունները, որոնց ես հետևում էի, եկան համոզելու ինձ, որ հովհաննավանքը այնտեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով եւ վերջին ամիսներին տեղի ունեցածը ինձ համար նման փաստարկ էր եւ ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է եւ ում գործունեությունը փաստորեն մենք տեսանք ինչ տեղի ունեցավ ամբողջ այդ վարկաբեկման ապարատը, որը ինչպես իմացանք այս ընթացքում Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ գործում է, փաստորեն չկարողացավ որևէ կերպ վարկաբեկել Տեր Արամ Ասատրյանի հոգևոր գործունեությունը եւ դա հիմնավորում է, որ այն մարդիկ, ովքեր ուզում են հոգևոր կյանքով ապրել, կարող են հովհաննավանքում հոգևոր կյանքով ապրել։ Իմիջիալոց մի այսպիսի նրբություն, որի վրա ուզում եմ ուշադրություն հրավիրել, եւ սա կարծում եմ կարող է դառնալ մեր օրակարգի սպասարկման մի հոգևոր կյանքի վերականգնման սպասարկման մի ուղղություն, եթե ես ճիշտ գիտեմ, հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են կառավարության հաշվեկշռում եւ մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տված հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերի ոնց էին անվանել, հաջող ձևակերպում կար։ Ֆեյքերեցների թե երեց ֆեյքերի խմբեր են գործում։ Մենք կարող ենք կա բոլոր բարոյական եւ իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը եւ Տեր Արամին եւ նրան նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը եւ ես ինքս էլ որպես քաղաքացի հոգևոր կյանքի հարթակի անհրաժեշտություն տեսնում եմ եւ կարծում եմ իմ փնտրտուքներն էլ տեսանելի են եւ կարծում եմ, որ համեն դեպս նախնական տպավորություն կա, որ այդ տեղը գտնվել է, ես իմ տպավորությունները կփորձեմ անձամբ ստուգել։